Հակակոռուպցիոն կոմիտեում ներդրվել է քննիչների աշխատանքի գնահատման նոր կարգ։ Նպատակը բարձրացնել քննիչների աշխատանքի արդյունավետությունը, բացահայտել առկա խնդիրներն ու խրախուսել բարձր կատարողականը։ Դա թույլ կտա հետևյալ խնդիրները լուծել։ Առաջինը, եթե ցածր կատարողական կամ ոչ արդյունավետ աշխատանք կլինի, կպարզվեն դրա պատճառները։ Եթե դրանք կլինեն օբյեկտիվ պատճառներ, այսինքն աշխատանքի ծանրաբեռնվածության ոչ ճիշտ բաշխում կամ կազմակերպչական կամ այլ խնդիրներ, ապա դրանք կգույքագրվեն, կվերլուծվեն եւ կվերացվեն։ Գնահատման համակարգը հիմնված է հստակ չափորոշիչների վրա։ Առավելագույն միավորներ կստանան այն քննիչները, որոնց քննության ներքո են բարդ, բազմադրվակ, մեծածավալ քրեական վարույթներ։ Կարևոր է նաև քննիչի մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկած քրեական վարույթների թիվը։ Հաշվի կառնվեն նաև վարույթի բարդությունը, մեղադրյալների թիվը, կիրառված խափանման միջոցները, քննիչի աշխատանքը քննչական խմբերում եւ այլ հանգամանքներ։ Եթե կլինեն կոնկրետ գործոններ, մասնավորապես քննիչի կողմից իր աշխատանքում թերանալու, քննությունը անիմն ձգձգելու եւ այլն, համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելն է, որպեսզի բացառվեն նմանատիպ դեպքերը։ Գնահատման կարգը կգործի երամսյակային սկզբունքով։ Բարձր գնահատական ստացած քննիչները կարժանանան դրամական եւ այլ խրախուսումների։ Կոմիտեն ամփոփել է նաեւ տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Թեև քննվող քրեական վարույթների թիվն աճել է ավելի քան 20%-ով, կառույցում վստահեցնում են, դա չի ազդել աշխատանքի արդյունավետության վրա։ 2026 թվականի առաջին կիսամյակում քննվել է 1963 քրեական վարույթ, իսկ նախորդ տարվա նույն կիսամյակում 1633, այսինքն քրեական վարույթն աճել է 330-ով կամ 20 եւ ավել տոկոսով, սակայն չնայած այդ վարույթների աճին, այն չի ազդել աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ քրեադատավարական ավարտների մասով տեղի է ունեցել աճ շուրջ 6%-ով։ Էականորեն մեծացել է ծանրաբեռնվածությունը հակակոռուպցիոն կոմիտեի, սակայն այդ ծանրաբեռնվածության պայմաններում ոչ միայն պահպանել են, այլ նաև ավելացրել են քրեական վարույթների ավարտը։ Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարաններ ուղարկվել 97 քրեական վարույթ 255 անձի վերաբերյալ, ապա այս տարի արդեն 165 վարույթ 446 անձի վերաբերյալ։ Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է կարճված վարույթների թիվը 202 վարույթ նախորդ տարվա 250-ի համեմատ։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։